Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Հայքալիքի հարգելի բաժանորդներ։ Այս հերթական տեսանյութը վերաբերվելու է անշարժ գույքի շուկայում նորություններին, անշարժ գույքի շուկայում ներկայիս վիճակին եւ բազմաթիվ մեկնաբանություններ, որ եղել են նախկին տեսանյութերի մեկնաբանություններում եւ արձագանքներ, ես դրանց նույնպես կանդրադառնամ, քանի որ կարեւոր է հետադարձ կապը մեր բաժանորդների հետ, ընդհանրապես այն մեր դիտողների հետ, ովքեր հետաքրքրված են անշարժ գույքի շուկայում վիճակից, զարգացումներից, սպասելիքներից։ Խնդրում եմ անպայման բաժանորդագրվել Հայքալիքին եւ տարածել այս տեսանյութը, որ օգնենք շատ ավելի մեր քաղաքացիներ, ազգակիցներ տեղեկություն ունենան, ստույգ տեղեկություն ունենան եւ հնարավորություն ունենան ճիշտ կողմնորոշվել անշարժ գույքի շուկայում վաճառելու կամ գնելու իրենց անելիքներում։ Նախ բոլորիդ համար պարզաբանեմ, որ ես անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալ չեմ, այսպես կոչված բրոկեր չեմ կամ ռիելտոր չեմ, սակայն ես ունեմ անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերներ, որոնք պրոֆեսիոնալներ են, ազնիվ մարդիկ են եւ եթե դիմեք ինձ կամ մեր, այսպես ասած, ալիքով, Հայքալիքով տեսանյութերի մեկնաբանությունում թողնում ենք հետադարձ կապի համար, հեռախոսահամար, մենք սիրով կարող ենք ձեզ օժանդակել, որպեսզի վաճառելու կամ գնելու տարբերակներ ունենաք։ Ես զբաղվում եմ անշարժ գույքի շուկայում վերլուծությամբ, քանի որ ունեմ տեղեկություններ եւ բանկային ֆինանսական ոլորտի մասնագետներից ու կառավարիչներից եւ կառուցապատող անձանցից ու անձամբ կատարում եմ մոնիտորինգ, մշտադիտարկում անշարժ գույքի շուկայում վիճակի վերաբերյալ, այսինքն որքան ժամանակում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, բնակարանների վաճառքը ինչ ինտենսիվությամբ է տեղի ունենում, գործարքները ինչ ինտենսիվությամբ են տեղի ունենում եւ կառուցապատումը ինչ ինտենսիվությամբ է տեղի ունենում, բանկերը ինչ քանակով, ինչ ինտենսիվությամբ են գործարքներ անում հիպոթեքի վերաբերյալ եւ այլն։ Այս բոլոր տեղեկությունները գումարած մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական վիճակի զարգացումները, մարդկանց եկամուտները բոլորը համադրելով մենք կարողանում ենք եզրակացություն ու դատողություններ անել, օբյեկտիվ արդեն, թե ինչ սպասելիքներ ունենանք եւ ինչ զարգացումներ ունենանք, լավ, եւ եթե որոշ այսպես կոչված գործակալներ կամ բրոկերներ 3 առաջ օրն են սկսել զբաղվել անշարժ գույքի առուվաճառքով, ցավալի է, նրանք մեծամասամբ գիտելիքների ու տեղեկության խիստ պակաս ունեն ոլորտի հետ կապված եւ շատ էժանագին մանիպուլյացիաների ու էժանագին քարոզի գործիք են ընդամենը։ Հիմա մասնավոր օրինակով բացատրեմ, երբ որ հստակ երևում է, որ տների թանկացման, անշարժ գույքի թանկացման գնի բարձրացման ոչ մի հիմք չկա, իրենք խուճապային տրամադրություններ են գեներացնում, տարածում, թե իբրև անշարժ գույքի գինը բարձրանալու է, սա ընդամենը ուղղված է մի նպատակի, որպեսզի պոտենցիալ գնորդները տեղի տալով այս կեղծ մանիպուլյացիային շտապեն տուն գնել, իսկ իրենք այդ գործարքից իրենց շահույթի, իրենց մասնաբաժնի, միջնորդավճարի հետաքրքրությունն ունեն ընդամենը եւ հետաքրքրված չեն գնորդի շահերով, լավ, եւ դրա համար իրենք երբեք չեն ասի, որ գնանկում է սպասվում կամ գների բարձրացման որևէ հիմք չկա, սպասելիք չկա, քանի որ այդ դեպքում գնորդները չեն շտապի բնակարան ձեռք բերել, անշարժ գույք ձեռք բերել եւ իրենք որպես միջնորդ կտուժեն, այդ պահին շահ եկամուտ չեն ունենա։ Ցանկացած մարդ, ամենաքիչ տեղեկություն ունեցող մարդն էլ, եթե իրեն ասեն, որ ու հիմնավոր կերպը որ գնանկում է սպասվում, գների բարձրացում չի լինելու, ինքը եթե ունի ժամանակ չի շտապի տուն գնել, իսկ եթե արհեստական վախեցնեն եւ ասեն, որ գինը բարձրանալու է, քաղաքացին կմտածի, քանի կարող է հիմա այս ներկայիս գնով մի բան գնի, որովհետեւ ապագայում ավելի թանկ կլինի։ Իհարկե լինում են ժամանակներ, երբ որ գնաճ է սպասվում
բայց այսօր այդ վիճակը չի, բարեբախտաբար այդ վիճակը չի, եւ մենք եթե երկարաժամկետ հեռանկարով ենք նայում, մենք պետք է ուրախ լինենք, որ գինը անկում է ապրում եւ շատ մարդիկ, շատ գնորդներ հնարավորություն կունենան բնակարաններ գնելու, իսկ վաճառողները նույնպես ոչ թե վերացական սպասումներ ու ակնկալիքներ կունենան թանկ, ֆանտաստիկ գներով վաճառելու, որը իրականում չեն կարանալու վաճառել, այլ իրական հավասարակշռված նորմալ խելամիտ գներով վաճառք կանեն ու շատ դեպքում վաճառողները վաճառում են այն նպատակով, որ մեկ այլ բնակարան գնեն կամ մեծ բնակարան ունի, համեմատաբար թանկ բնակարան, երկու բնակարան գնի ավելի էժան գներով, նույնպես իր խնդիրը կլուծի։ Դրա համար այսպես թշնամաբար կամ վատ ձևով տրամադրվել այդ վերլուծությունների ու փաստերի առիթով, որ գնանկում է գրանցվել եւ ակնկալվում, ես կարծում եմ խելացի չէ, եթե մեղմ արտահայտվել։ Սա քանի որ նշեցի ունենք բազմաթիվ մեկնաբանություններ ու արձագանքներ, եւ ես նկատում եմ, որ հատուկ մարդիկ կան, շատ անգրագետ փնթի ձևով այնտեղ մեկնաբանություններ են գրում չի էժանանալու կամ քանի տարի է սպասում ենք չի էժանանում, ընդ որում այդ բոլոր մարդիկ երևում է, որ fake էջերից են գրում մեծամասամբ լատինատար անգրագետ ձևով ինչ որ մտքեր են արտահայտում։ Ես ուզեցի, որ մեր բաժանորդները եւ դիտողները, որոնք ազնիվ մարդիկ են եւ իրենք ունեն խնդիր անշարժ վաճառելու կամ ձեռք բերելու, օբյեկտիվ հասկանան իրողությունը։ Իսկ ինչ վիճակ ունենք մենք ունենք վիճակ, որ արդեն փետրվար-մարտ ամիսը անցավ եւ փետրվար-մարտ ամսին ավելի արագ տեմպով էին սեփականատերերը, ինչպես եւ ակնկալվում էր գների իջեցում իրականացնում։ Եթե հոկտեմբեր ամսին մենք դա ակնկալում էինք եւ սկսվեց այդ երևույթը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց 2-3 ամսում մոտավորապես 5%-ից 10% էր գնիչեցումը, հիմա մեկ ամսվա ընթացքում ունենք 10, երբեմն 15-18% գնիչեցումներ։ Ես կրկնում եմ, սա չի վերաբերվում բոլոր բնակարաններին անխտիր, իհարկե կան մարդիկ, որ ուղղակի վաճառում են, ինքնանպատակ վաճառողներ են դրանք կոչվում, որ կարող է 10 տարի ինչ-որ գին որոշի եւ վաճառի իբր, բայց ինքը 10 տարի չվաճառի, խոսքը այդ դեպքերին չի, կամ 5 տարի։ Վաճառող են համարվում այն մարդիկ, որոնք լուրջ վաճառում են եւ ունեն իրենց համար որոշում, որ ամիսների ընթացքում իրենց բնակարանը պետք է վաճառեն, այսինքն այս մարդիկ հասկանում են, որ լիկվիդային արժեքը ինչ արժեք պետք է որոշվի եւ ավելի ինտենսիվ են գնիչեցումը կատարում։ Իսկ կրկնում եմ այն մարդիկ, որոնք կարող են 5 տարի, 7 տարի, 10 տարի, ինձ մասնավորապես այդպեսի դեպքերը հանդիպել է, վաճառեն իբր իրենց բնակարանը, բայց որևէ գնի փոփոխություն չանեն, դրանք այնպես որ վաճառողներ են, չգիտեմ, դրանց թողնենք մի կողմ։ Եվ ամենամյուս կարևոր հարցը, երբ որ մարդիկ չեն կարողանում հեշտությամբ գտնել այդ գնիչեցում կատարված բնակարանները, անշարժ գույքը, դա այն է պատճառը, որ հայտարարությունների պորտալում հիմնականում գործակալությունները եւ անհատ գործակալությունները հայտարարություններու պորտալում իրենք այսպես հայտարարություննախեղտ են անում պորտալը, այսինքն իրենք նույն բնակարանը մի 6 անգամ են տեղադրում կամ 16 անգամ եւ եթե մենք չենք ֆիլտրում, որ բնակարանատերերի հայտարարությունները գտնենք, մեզ 100 հայտարարության մեջ կարող է 90 հայտարարությունը գործակալության հայտարարություններ բերի, իսկ գործակալությունները հիմնականում չեն սիրում գնի փոփոխություն արագ անել կամ գնիչեցում անել, երբեմն նույնիսկ երբ որ հետաքրքրվեք, դուք այդ գործակալությունից կարող է պարզվել այդ բնակարանը արդեն վաճառվել է մի 10-15% էժան, բայց իրենք դեռ հայտարարությունը մի 5-6 օրինակով թողել են պորտալում եւ տեղյակ չեն, հետո երբ որ դուք հետաքրքրվում եք այդ բնակարանով, անձամբ ես այդ մոնիտորինգը արել եմ, բոլոր բառերս համար պատասխանատվություն եմ գրում եւ հետաքրքրվել եմ, պարզվել է, որ օրինակ 4-ը բնականի հայտարարություն ունի, 4 տարբեր բնականների, 4-ից 3-ը կամ հենց 4-ն էլ արդեն վաճառվել են, իրենք սկի տեղյակ չեն, հետադարձ կապել, սա ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է իրենց խոսում, ցավոք ոլորտը շատ ոչ պրոֆեսիոնալ է եւ շատ հարցեր կան, բայց ինչևից է հիմա անշարժ գույքի գործակալությունների կամ գործակալների, որոնք ամեն
թփի ու շենքի տակ կան, նրանց քննադատությամբ զբաղվելով չի, որ մենք նպատակ ունենք ժամանակ վատնել։ Ես արձանագրում եմ, որ փետրվար-մարտ ամիսներին, այսինքն 1-1.5 ամսում ավելի արագ, 2 անգամ մոտավորապես ավելի արագ է տեղի ունեցել գնիչեցումը, քան վերջի 3 ամսում, հա, դրան նախորդած 3-4 ամսում։ Գնանկումը շարունակվելու է հետևյալ պատճառներով։ Բանկերը դժվարությամբ են հիպոթեկային վարկը ավելի տրամադրում, տոկոսադրույքները չեն իջեցրել, գնորդների քանակը պոտենցիալ միշտ տասնյակ անգամներ քիչ է, քան վաճառողներինը, եւ գնորդները, որոնք որ կարող էին հեշտությամբ հիպոթեկային վարկեր վերցնել եւ ձեռք բերել բնակարան, արդեն մեծամասամբ վերջին 5-7 տարիներին այդ հարցը լուծել են, այսինքն իրենք գնել են բնակարաններ եւ պատկերացրեք, երբ որ 15-20 տարով հիպոթեկային վարկ է վերցրել արդեն մի անհատ ընտանիք, որ բնակարան է գնել 2 տարի առաջ, 1 տարի, 3 տարի առաջ, նրանք այլևս բնակարան չեն գնելու 10-15 տարի, ոչ եթե չասենք իրենց 100%-ը, 90% ու ավելը նման դեպքերում երկրորդ բնակարան էլ չի գնելու այս տարի կամ մյուս տարի, լավագույն դեպքում իրենք կարող են էլի բնակարան գնել, եթե ունենան 10-15 տարի հետո արդեն այդ հիպոթեկային վարկի լրիվ մարում, հա, իսկ նոր սերունդ, որպեսզի ձևավորվի, մեծանա եւ այդ սերունդը սկսի եկամուտներ ձեռք բերել, ընտանիք կազմել ու բնակարանների մեծ պահանջարկ առաջանա, դա եւս պետք է լինելու առնվազն 7-ից 10 տարի, հա, ուղղակի մինչև մարդը դառնում է մասնագետ, մասնագիտական իր կրթությունից հետո սկսում է նորմալ գումար վաստակել, որ կարողանա հիպոթեք վճարել, հա, հիպոթեք վճարելը դա ամիսը 1000 դրամ չի, շատ լավ գիտեք, կամ 2000 դրամ չի, դա 200 ու ավել 1000 դրամ է մոտավորապես միջինով վերցած, պետք է որ այդ մարդը կայանա կյանքում, որպեսզի կարողանա իրեն թույլ տա 200 ու ավել 1000 դրամ հիպոթեք վճարի ու եւ ընտանիք պահի կամ իրեն պահի, դրա համար այդ նոր սերունդը պետք է մեծանա։ Այո, մենք կարող է բնակարանների էլի համատաբար մեծ պահանջարկ ունենանք 7-10 տարի հետո, բայց ոչ այս տարի, մյուս տարի, մոտակա 2-3 տարիներին։ Այդ իսկ պատճառով այն բոլոր կառուցապատողները, որոնք բնակարաններ են շատ կառուցել եւ այն երկրորդական շուկայում մեր ունեցած վաճառողները, որոնց քանակը շատ է, տասնյակ հազարներ են, իրենք խնդիր են ունենալու բարձր գներով բնակարան վաճառել։ Եվ եթե իրենք հիմա հասկացել են եւ 10-15-20% գնանկումը տեղի ունեցել, 100,000-անոց բնակարանները 80,000 են մոտավորապես դարձել, հա, 120-ները 100, 150-ները, չգիտեմ, 110-120, այսպես, հա, ավելի գնալու է տենդենսը եւ գալու է մի վիճակի, երբ որ արդեն կարիք ունեցող մարդիկ, որոնք որ սպասել են, քանի որ չէին կարող 100,000-ով կամ 120,000-ով ձեռք բերել, բայց կարան 50-60,000-ով ձեռք բերեն, իրենք նոր որպես պոտենցիալ գնոր գնալու են այդ բնակարանի ձեռքբերման, անշարժ լուքի ձեռքբերման գործընթացին։ Ուստի գները շարունակելու է անկում ապրել։ Եվս այս տեսանյութում ուզում եմ հատուկ մի հարցի անդրադառնալ թանկ բնակարանների հետ կապված, թանկ ես համարում եմ 180-160,000 եւ ավելի արժողությամբ բնակարանները, մինչեւ 250-300,000 բնակարանները, դրանք իհարկե ավելի դժվար վաճառվող բնակարաններ են, որովհետեւ եթե մենք նայենք պոտենցիալ ունենք 100 գնորդ, 100 գնորդից 90-ը ձգտելու է գնել համատաբար մինչև 80, չգիտեմ, 70,000 արժողությամբ բնակարան, 80%-ը, հա, մնացած 10%-15%-ը իրեն թույլ է տալու գնել մինչև 100-120,000 արժողությամբ բնակարան, ընդամենը կարող է մինչև 5%-ը լավագույն դեպքում 100 միավոր գնորդից 5%-ը ունենա հնարավորություն ավելի թանկարժեք բնակարաններ գնելու։ Դրա համար այն մարդիկ, որոնք ունեն առաջին հայացքից այսպես Երևանի կենտրոնում գտնվող կամ, չգիտեմ, կենտրոնին մոտ համայնքներում, օրինակ Արաբկիրում լավ բնակարաններ, որոնց արժեքը գերազանցում է 160-180,000 իրենք ավելի մեծ դժվարություններ են ունենալու գնորդներ գտնելու հարցում։ Այսքանը կուզեի այսօր, որ ամփոփ ձեզ տեղեկություն տրամադրեի, իհարկե գրեք ձեր արձագանքները, ձեր մեկնաբանությունները
ձեր հարցերի դեպքում ձեր անշարժ գույքը վաճառելու կամ գնելու հարցի վերաբերյալ կապվեք մեկնաբանությունում կթողնեմ ես հեռախոսահամար, որը ունի WhatsApp հավելված եւ կարող եք WhatsApp-ին նույնպես գրել ինչ հարց ունեք կամ ինչ բնակարան է ձեզ անհրաժեշտ։ Շնորհակալություն բոլորիդ, խնդրում եմ բաժանորդագրվել եւ տարածել այս տեսանյութը։